Երևանում, երբ որ Զվարթնոց օդանավակայանն են գնում եւ տախտակի վրա մենք տեսնում էինք Երևան կապան, դա առանձին հպարտություն է ներքին, որ մենք ունենք ներքին թռիչք։ 7-ամսյա դադարից հետո առաջիկա երեքշաբթի մարտի 31-ին թվատախտակին էլի կգրվի Կապան Երևան, Երևան Կապան։ Գրող Համո Սահյանի անունը կրող ինքնաթիռը կազմ պատրաստ արդեն կապանում է, պատրաստ թռիչքի։ Հաշվի առնելով, որ ավիաընկերությունը ունի մեկ օդանավ, չեխական արտադրության L410 օդանավն է, անցած տարվա սեպտեմբեր ամսին օդանավը տեղափոխվեց Չեխիայի Հանրապետություն տեխնիկական սպասարկման գործընթացը իրականացնելու նպատակով։ Մարտի 24-ին այդ գործընթացը բարեհաջող ավարտվեց եւ օդանավը վերադարձավ Հայաստանի Հանրապետություն։ Պլանավորում ենք երեքշաբթի օրվանից վերսկսել Երևան-Կապան-Երևան չվերթները։ Համաձայն միջազգային ստանդարտների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ամեն օդանավ, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ պետք է անցնի պարբերական տեխնիկական սպասարկում։ Այս օդանավի համար դա պարբերական սպասարկում էր, 10 տարվա սպասարկում։ Օրացույցային այսպիսի սպասարկում առաջին անգամ էր անցնում երիտասարդ օդանավ է արտադրված է 2015 թվականին եւ ահա 2025 թվականի սեպտեմբերի սկզբին այն Երևանից ուղևորվեց չեխական Բռնո։ Չի եղել որևիցե խնդիր դրա պատճառով մեկնել, որովհետեւ այդպես պլանավորված էր։ Չեխիայի Հանրապետությունում, որովհետեւ բազային տեխնիկական սպասարկման ծավալի աշխատանքների իրավունք Նովեր ավիաընկերությունը ու առհասարակ ոչ մի տեխսպասարկման կազմակերպություն Հայաստանում այդ իրավունքը չունի, որովհետև դրա համար պետք է անգար, հատուկ պայմաններ եւ այլն։ Դեռևս մենք այդպիսի կազմակերպություն Հայաստանի Հանրապետությունում չունենք։ Եվ մինչ օդանավը օրացույցային ստուգման էր, հոկտեմբերին լրացավ նաեւ թռիչքային պիտանելիության վկայականի ժամկետը։ Հնարավոր չի եղել երկարացնել թռիչքային պիտանության վկայականը, քանի որ օդանավը պարզապես քանդված վիճակում էր, այսինքն տեսչական ստուգումները, ֆիզիկական ուսումնասիրությունը անհնար է այդ ժամանակ։ Օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է։ Այսինքն 6-ամսյա կասեցումը մինչև ապրիլի 27-ը զուտ տեխնիկական բնույթ է կրել ժամկետների համընկնման հետևանք, իսկ կասեցման ժամկետները փոփոխելի էին, պայմանավորված հանգամանքով, թե երբ պատրաստ կլինի օդանավը։ Չնայած ապրիլի 27-ին դեռ 1 ամիս կա, բայց կասեցումն արդեն վերացված է, Քաղավիացիայից են նշում։ Այս պահի դրությամբ օդանավ շահագործողի վկայականը վերականգնված է եւ օդանավը թռիչքների համար պիտանի եւ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Մեր տեսուչը գործողվել է Չեխիայի Հանրապետություն, կատարել է տեսչական ստուգում, ամեն ինչ ընթացել է նորմալ, դրանից հետո տրվել է թռիչքային պիտանության վկայական եւ հետեւաբար նաեւ վերականգնվել է օդանավ շահագործողի վկայականը։ Մարտի 31-ին օդանավը նորից օդ կբարձրանա։ Չվերթի կազմակերպման խնդիր չկա։ Օդանավակայանը, անձնակազմը վաղուց պատրաստ են 17 ուղևոր, շաբաթական 5 չվերթ։ Կապան, Երևան, Կապան։ Ժամերի ու տոմսի արժեքի հարցում փոփոխություն նախատեսված չէ։ Սկզբից իրականացնում ենք շաբաթական 2 չվերթ, հետո պահանջարկից ելնելով ավելացրինք չվերթ, դարձրեցինք շաբաթական 3, հետո նույն պահանջարկից ելնելով դարձրեցինք շաբաթական 5 չվերթ։ Ու հաշվի առնելով նույն պահանջարկը, հնարավոր է գուցե մոտ ապագայում մենք ունենանք օրեր, որ օրական 2 անգամ չվերթ իրականացնենք կամ գուցե նաև դիտարկենք շաբաթ-կիրակի օրերը ավելացնենք մեր չվացուցակում։ Օդանավի վերադարձը կմեկնարկի նոր հարթակի գործարկմամբ, Կարեն Վարդանյանը պատմում է։ Այս ընթացքում մենք այս ժամանակահատվածը օգտագործեցինք եւ ստեղծել ենք հարթակ, որով որ հնարավորություն է ընձեռնվել ուղևորներին առցանց մեր կայքի միջոցով ձեռք բերել տոմսերը։ Այս ամիսներին չնայած տարածվող լուրերին Սյունիք օդանավակայանը երբեք փակ չի եղել։ Սպասարկել է մասնավոր չվերթներ, շեշտում են ավիաընկերությունից։ Սյունիք օդանավակայանի հետ կապված տարածվող վատատեսական լուրերը ոչ միայն այս դադարի օրերին էին, այլև երբ առաջին անգամ պիտի մեկնարկեին թռիչքները։ Տարեսկզբին մեծ զրույցում Սյունիքի մարզպետն էր հիշեցնում։ Երբ որ չվերթները մեկնարկեցին, նույնիսկ այդ ժամանակ հիմնականում մեդիան խոսում էր, որ կրակոցներ կան օդանավակայանի ուղղությամբ կամ տարածքում կրակոցներ են հնչում, բայց օդաչուների խիզախությունը, առաջին ուղևորը, առաջին թռիչքով հենց վարչապետն էր, դրանից հետո միշտ էլ եղել են ուղևորներ, դա չէինք տեսնում, բայց անընդհատ տարածում էինք, որ հնչել են կրակոցներ։ Ճիշտ է, դեռ քննարկումների փուլում է, բայց օրակարգային է նաև օդանավակայանի կարգավիճակի փոփոխության հարցը։ Աշխատանքներ են տարվում օդանավակայանի կարգավիճակը փոխելու, որպեսզի հնարավորություններ ունենանք նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից թռիչքներ ունենալ, այսինքն տանել դեպի միջազգային ստատուսի եւ ես վստահ եմ այն տեղի կունենա, հատկապես եթե խաղաղություն լինի, մենք
մենք հաջորդ մեր խնդիրը լինելու է գտնել այն հողատարածքը, որտեղ հնարավոր կլինի կառուցել նոր եւ ավելի մեծ օդանավակայան։ Վերադառնալով Համոսահյան ինքնաթիռին, բացի 10 տարին մեկ ամբողջական սպասարկման ստուգումից, ավելի կարճ ստուգումներ եւս անցնելու է օդանավը ամեն 300 ժամ թռիչքից հետո, այսինքն հաջորդը մոտավորապես 7-8 ամիս հետո է լինելու, նշում է ոլորտի պատասխանատուն։ Կա նաև ամենօրյա ստուգում, կա մեկ շաբաթյա ստուգում, բայց այդ ստուգումները արվում են Հայաստանում, որտեղ դրանք շատ ցածր ծավալի հեշտ գործեր են։ Nov Air-ը Երևան-Կապան-Երևան երթուղով կոմերցիոն փոխադրումները սկսել է 2023-ի օգոստոսից եւ 4 ամսվա ընթացքում տեղափոխել 207 ուղևոր։ 2024-ին 1365, իսկ 2025-ի հունվար-սեպտեմբերին 2096 ուղևոր։ Nov Air-ը ինքնաթիռ շահագործող միակ ավիաընկերությունն է Հայաստանում, որ ներքին թռիչքներ է իրականացնում, իսկ Երևան-Կապան-Երևան երթուղին դեռ միակ ներքին չվերթն է մեր երկրում, որի շնորհիվ Երևանից Կապան հասնելու համար պահանջվում է ոչ թե մի քանի ժամ, այլ 40 րոպե։ Իրինա Մկրտչյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։